Բարեկամներ ողջունում եմ ձեզ, սկսում ենք մեր ինքնությունը ոդքասթը, այս նախագիծը, այս նախագծի հերթական դրվագը, որտեղ մենք խոսելու ենք եւս կարևոր թեմաներից, որը վերաբերում է մեր ժառանգությանը, պատմական, մշակութային եւ այլ ժառանգությանը, քանի որ ինքնությունը հաճախ շատերը պատկերացնում են գծային մի երևույթ։ Այս հաղորդումը ընդհանրապես միայն ինքնության բառի պարզ իմաստով չէ, խոսքը այն ամբողջ շղթաների, այն ամբողջ բաղադրիչների մասին է, որոնցով եւ կազմվում է ինքնությունը, որևէ պետության, որևէ ազգի եւ նաեւ անհատի։ Ինքնությունը մշակույթն է, քաղաքակրթությունն է, անցած ճանապարհն է, պատմական հիշողությունն է եւ բոլոր այն անցքերը, որոնք ազգը կամ անհատը անցնում է եւ ձևավորվում են նաեւ այն արժեքները, այն արժեհամակարգը, որի վրա ինքը շարունակում է կենցաղավարել։ Եվ դրանց որևէ մի բաղադրիչի թերացումը, թուլացումը կամ որոշակի աղճատումը կարող է բերել նաև ազգային ինքնագիտակցության խնդիրների։ Դա համար մենք փորձեցինք ոչ թե մտածել, որ մենք ուղակի ճգնաժամի մեջ ենք ինքնութենական, այլ կանխենք այդ ինքնութենական ճգնաժամի ընթացքը, եթե հանկարծ նման բան լինի։ Ոմանք համաձայն են, որ մենք խնդիրներ ունենք, ոմանք կարծում են, որ ամեն ինչ շատ լավ է։ Մենք փորձում ենք հասկանալ այս հարցերը նաև այն մարդկանց միջոցով, ովքեր վաստակ ունեն, ովքեր ունեն իրենց ներդրումը այդ ինքնության պահպանության մեջ, այսօր էլ բացառություն չէ։ Մենք հյուրընկալել ենք պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանին, պարոն Դեմոյան, ողջունում եմ ձեզ։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնել այս նախագծի շրջանակում։ Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ժամանակ գտաք եւ եկաք, քանի որ մեր հետևորդները, որոնց քանակը շարունակում է աճել եւ շնորհակալություն եմ հայտնում դրա համար, շատերն են նշում, որ նման տիպի հաղորդումների պակաս կա։ Ես սա ինքնագովված չի, ուղղակի իսկապես, երբ որ մենք փորձում ենք այս նախագիծը ստեղծել, նպատակը հենց դա է, որ մարդկանց տալ, չեմ ուզում անպագորգոր հնչի, բայց որոշակի թթվածին, հոգևոր, հոգեբանական, ազգային, առանց այդ աղմուկների, առանց սկանդալային, ինտրիգային, կեղեքող, այսպես հոգին ուղղակի տակնու վրա անող վատիմաստով մանիպուլատիվ լուրերի։ Մենք փորձում ենք այդ բացլրացնել եւ ես էլ այսօր հուսով եմ, որ մենք կունենանք այդ զրույցը նախ ձեր մասին, պարոն Դեմոյան, դուք գիտական, կրթական մեծ ակադեմիական ավանդ ունեք, քաղաքական նաեւ իմաստով, բոլոր իմաստով։ Երբ որ ես նայում եմ ձեր կենսագրությունը, այստեղ ամբողջությամբ հետազոտական աշխատանք եւ արցախյան հակամարտության հարցով եւ հայ-թուրքական հարաբերությունների, հայոց ցեղասպանության, ազգային հակամարտությունների, ազգային ինքնության, կարևոր են նաև զինանշանագիտության, այսինքն հերալդիկայի, խորհրդանշաններ եւ այլն եւ այլն։ Ահավասիկ ձեր գրքերից երկուսը, որոնք այստեղ են։ Կուզեի հասկանալ, թե ինչպես մտաք այս դաշտ առաջին հերթին։ Դաշտերը ավելի շուտ, թերևս ամենամեծ լիցքը, որը մղում է դրան, տեսակ բազմազանությունը շատ է, սովորաբար պատմաբաններ 1-2 հիմնական թեմաներից եւ 1-2 օժանդակ թեմաներից շատ չեն ծանրաբեռնում իրենց արխիվները եւ մտային, հա, ինտելեկտուալ եւ գրադարանային եւ տպագիր արխիվներ, էլեկտրոնային արխիվներ, բայց այս պարագայում, չգիտեմ, ոչ թե մաքսիմալիզմ, այլ դերևս պատանեկան տարիներից դրված այդ միջուկային էներգիան պատմաբանի, որ պատմաբան պետք է լինեմ, դա համոզված է արդեն 5-րդ, 6-րդ դասարանից եւ դա արդեն տանում էր ինձ, այսինքն ձևավորվել է իմ որպես պատմաբանի, համարում եմ արդեն 5-րդ, 6-րդ դասարանում համոզմունք, որ ես պետք է ուղղությամբ գնամ։ Դասագրքերից ողջորված եք, թե հակառակ ինչ որ բաներ կային, հարցեր, որոնց պատասխանները չեք գտնում եւ որոշեցիք ինքներդ այդ հարցերի պատասխանները ինքնուրույն գտնել։ Ես ավելի շատ դա առաջի փուլը դա պատմավեպերն էր, անհակ այսպես պատմավեպերի ընթերցանություն, նույնիսկ մեր դասարանում մրցակցություն կար, ով ավելի շատ կարդաց, ով էսա կարդաց, ով չի կարդաց, այդ մրցակցությունն նաեւ ինչ որ դերակատարություն կատարեց, բայց իհարկե ընտանեկան նաեւ դաստիարակությունը, միջավայրը շատ կարևոր էր, հայրս շատ սիրում էր հայկական ժառանգությունը օտարներին ցույց տալ, դա ներկայացնել անձամբ նույնիսկ պրոյեկտոր էր տանը դնում եւ ցույց էր տալիս եկեղեցիները, խաչկաները, եթե ասում եկել են հյուրեր, հա, սովետական միության տարբեր քաղաքներից, կամ ինքը անձամբ ուղեկցում էր, մեր ֆոտոարխիվում կա, հյուրերին ուղեկցում էր, ասենք Մարմաշենի վանք, Հարակից վանքեր, Հառիճ եւ այլն, անձամբ ցույց տալու համար։ Դուք Գյումրիից եք։ Հա, ես ծնոտով Գյումրիից եմ, հայ ինժեներ էր, ինքը հումանիտար ասենք կրթություն չուներ, բայց ուղնուցուցով այդ շարժումը, ազգայնականությունը եւ այլն, ի վերջո կար նաեւ հիշողությունը
կարսի մեր արմատների, կար մեծ մայրը, որը անընդհատ պատմում էր, ինքն էլ այդ միջավայրի մեջ էր, այսպես ասած, մեծացել, դաստիարակվել, հղվել, սա ընտանեկան եւ դպրոցական, այսպես ասած, առանցքներն էր եւ խիստ տրամաբանական, նույնիսկ չափից ավելի տրամաբանական էր, որ ես ձևավորեցի որպես պատմաբան։ Դրա համար այս բազմաբևեռ, այսպես ասած, հետաքրքրությունները գալիս է հենց այդտեղից։ Դա դժվար է, բայց միաժամանակ հեշտ, որովհետև առաջին հերթին պետք է հագուրդ տալ հետաքրքրասիրության։ Եթե մի թեմա կա, որը բավականին լավ գիտական մշակման է ենթարկվել, հա, ուսումնասիրվել է, կան դրանց հետազոտողներ, բայց այդտեղ մտնելը դու պետք է իր կշռադատված եւ գիտակցված լինի, եթե դու ունակ ես, կարող ես, ունես պաշար հավելելու, լրացնելու պատմաբանների նախորդ սերունդի արվածին, հա։ Հիմա մենք լավ դպրոց ունեցել ենք պատմաբանները։ Իհարկե, չեմ ուզում մեր ուսուցիչներին որևէ ձևով վատաբանել, ժառանգությունը, որը թողնվել է ցավոք սրտի այսօր չի պահվում համապատասխան մակարդակի, ես այսօրվա սերնդին եմ ասում, եւ կգանք նաև դրան պատմաբանների մեղավորություն, որը ես նույնիսկ անվանում եմ ազգագրագետների գործ, պատմաբանների գործ, այսօրվա իրականությունը ցույց է տալիս ամբողջ մերկությունը, բայց հերթով գանք այն տիտանները, այսպես ասած, պատմագիտական, որ մենք ունենք եւ առնչություն եցավ իմ սերունդը առաջի, երկրորդ, երրորդ կուրսում համալսարանական, ակադեմիական շփվել նրանց հետ, ունենալ այդ հնոցի միջով անցնելու հնարավորությունը, իհարկե ես էլ եմ անցել, չէ՞, հնոցը եւ դա պայմանական ասում Բաբկեն Հարությունյանի հնոց, որ ովքեր անցել են Բաբկեն Հարությունյանի դպրոցը, շփվել են նրան, գիտեն, շատ լավ հասկանում եմ ես ինչ նկատի ունեմ։ Դա մաքսիմալիզմ, պարտաճանաչություն եւ առավելագույնին ձգտել, այսինքն պահանջկոտություն, անհնդատ պահանջկոտություն, դա process է, գիտական բարեխղճության առումով եւ այլն եւ այլն։ Եվ այստեղից գալիս է այս բազմազանությունը, բայց այստեղ նաեւ բակաս կարեւոր չի ինտելեկտուալ մտավոր արտադրանքի ճիշտ գրագետ մատուցումը։ Այսինքն կարելի է ունենալ միագույն կազմ, կարելի է ունենալ սև-սպիտակ տեքստային ինչ-որ մի բան, պատրաստել 2 տարին մեկ, կամ հիմա հնարավորություն է տալիս տեխնիկական միջոցները, ինտերնետ հասանելիությունը, շտեմարանները կան, գրադարան չեն գնում, գրադարանային սրաները դատարկ է։ Տանը նստած գրում են հոդված, մենագրություն եւ այլն։ Կես տարում են գրում, մեկ տամ, այնինչ նախկինում դա 8, 9, 10 տարի կարող էր տևել։ Բայց ես ընտրում եմ այն թեման, որը ընդհանրապես ուսումնասիրել չէ, որը պահանջում է գնալ մատենադարան, ազգային արխիվ նստել, կնշեք գրադարան։ Ցանկացած աշխատանք, որ գրվում է, դիցուկ, ասենք, իմ դոկտորական ատենախոսությունը, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, Ղարաբաղյան հակամարտությունը։ Առանց արխիվներ գնալու, առանց արխիվներ ուսումնասիրելու հայաստանյան, դրսի տարբեր արխիվներ անհնար է դա տանը նստած գրել։ Հիմա գրում են ահռելի ծավալով գրքեր, նայում ես բիբլիոգրաֆիան, ամբողջովին հղումներ են։ Այսինքն համացանցի հղումներ, արխիվային աշխատանք չի կատարվել, նստած են մարդիկ օգտվում են թվայնացված շտեմարաններից եւ վերջացավ, այսինքն արխիվ գնալ պետք չի։ Վերջի գիրքը, որ լույս տեսավ, Թբիլիսի հայկական ժառանգությանը նվիրված, ասած հաստափող ծանր այս գիրքը։ Սա ուղղակի երեկոները նույնիսկ ես մատենադարանում էի նստած, մինչև 8-9 աշխատում էի։ Պետական արխիվ, գրականության եւ արվեստի թանգարան, պատմության թանգարանի նյութերը, մոտավորապես 15 գրադարաններ եւ թանգարաններ։ Բացի սրանից մասնավոր հավաքածուները պետք էր գնալ տներում, խնդրել մարդկանց, որ ցույց տան, շատ անգամ մոռացել են, շատ անգամ հարգալից էին վերաբերում իրենց հիշողությանը մարդիկ։ Մեկը Հայաստանում էր, Հայաստանից դուրս։ Այս մանրակրկիտ աշխատանքին գալիս ավելանում էր նաև իմ հավաքորդի ունակությունները, կոլեկցիոների, որով պետք է գտնել նմուշը իրը եւ այն դարձնել հետազոտման օբյեկտ եւ այդ ուսումնասիրության արդյունքը ներմուծել գրքի տեքստ։ Բանվերման, այս գիրքը պիտի ներկայացվի նաև Թբիլիսիում, ճիշտ է, շուտով։ Շուտով, այո, շուտով ներկայացվել է։ Այսինքն վրացական կողմը ընդունում է այս ժառանգությունը որպես հայկական, թե այստեղ խնդիրներ ունենք մենք։ Ես չեմ կարծում, որ այս գրքով անմիջապես այդպիսի խնդիրները, որոնք առկա են այսօր կլուծվի, բայց ես կարծում եմ սա խիստ դրական քայլ իրենց կողմից, որովհետև վերջու պետական հաստատությունը ազգային գրադարանը, որ անմիջապես լուր ստանալուց հետո, որ այսպիսի գիրք լույս է տեսել, խոնդապահ, գլխավոր նաև Երևանում էին իրենք վերջերս պատվիրակությունը մեր ազգային գրադարանի հետ պայմանագիր ստորագրեցին, իրենք հրավիրեցին եւ ասացին, որ կարող ենք տրամադրել ցանկացած դալիճ
Եվ անձամբ ինձ հետ նաև մի քանի շատ հետաքրքիր նախագծերի շուրջ խոսեցինք, որ կարող ենք համագործակցել։ Եվ որքան դա անհավանական թվա, հաշվի առնելով վերջին տարիների սրացում եւ պարբերաբար սրացվող հայ վրացական այդ կնճռոտ հարցերը, պատմական եւ հիշողության հետ կապված, այդուհանդերձ ես համարում եմ սա խիստ դրական զարգացում եւ խիստ դրական դրսևորում հենց վրացական կողմից, որ իրենք որևէ կերպով չքարկոծեցին սա, առաջին քննադատության չենթարկեցին դեռևս չծանոթանալով, իհարկե եղան 1-2 դեպքեր դա չենք հաշվում, որովհետեւ դա ավելի քաղաքինիական բռնկումներ էին, բայց կարծում եմ, որ այս գիրքը ավելի պետք է մեծեցնի երկու ժողովրդին, եթե ճիշտ գրագետ աշխատեն քաղաքական գործ։ Սա որ ժամանակահատվածն են գրքում, ինչեւ վաղագույն շրջաններից մինչև 1930-ական թվականները։ Դա ճիշտ է, որ մինչև 18 թվական, եթե չեմ սխալվում, հիմնական քաղաքապետերը հայեր են եղել Թբիլիսի։ Դա տրամաբանական էր, որովհետև քաղաքագլուխները մինչև 1870 թվականը ունևոր դասից ըստ ունեցվածքի էին դա դառնում, հա, քաղաքագլուխ կամ այն ժամանակ քաղաքապետ կարելի ասել, իսկ հետո երբ որ ընտրովի դարձավ, նորից ավականու անդամներ, այսպես ասած, քաղաքային կառավարչության Թիֆլիսյան նույնպես հայ ազդեցիկ մարդիկ էին, որ իրենց շրջանից էին ընտրում հայերին, այսինքն եւ ունևոր դասի տրամաբանական հետևանքը պետք է լիներ, որ հայ պետք է լիներ Թիֆլիսի կամ Թբիլիսի ղեկավարը վարչական եւ արդեն ինքնակառավարման մարմինների ինստիտուտը երբ 1870-ին ներմուծվեց սարական կառավարության կողմից, դա շարունակվեց, որտեղ այս անգամ այն անձինք, ովքեր քվեարկությամբ էին ընտրում քաղաքագլուխ, արդեն նույնպես հայեր են։ Բացի դրանից կար նաեւ ավանդույթի համաձայն միշտ քաղաքի գլուխը, այսպես ասած, թագավորների ժամանակ, Կախետիայի քարտլիի թագավորների ժամանակ եղել են բեբուտովներ, այսինքն բեբուտովները միշտ նշանակում էին որպես գլխավոր մոկոլակ, այսինքն ազնվական չէին, բայց ազդեցիկ եւ պատվավոր քաղաքացիների այդ ինստիտուտը մոկոլակների, որոնք հայ են, 90%-ը հայ են, իրենցից միշտ ժառանգաբար բեբուտովների ընտանիքին էր տրվում։ Եվ նման գրքեր պետք է մեզ Բաքվի համար, Կոստանդնուպոլսի համար։ Սա կարող է լինել շարք ժառանգությունը ամփոփելու, մատուցելու, բայց ասեմ, որ մի մարտահրավեր էլ կա, դա գրքի որպես տպագիր միավորի հնարավոր ճգնաժամն է, որը պետք է հաշվի առնել, որ գիրքը տպագիր դառնալուց հետո իր բազմաֆունկցիոնալությունը եւ իր առաքելությունը պետք է վերաձևակերպի եւ տարբեր ձևաչափերի մեջ մատուցի։ Էլեկտրոնային են շատ ավելի մարդիկ նախատու, բայց սա իրողություն է, որի հետ մենք պիտի հաշվի նստենք, ի վերջո ուզենք պետք է գնանք ամեն մի լուսանկար ստատիկ գրքում, դա կարող է դառնալ անիմացիա։ Այդպիսի փորձ ես հիմա անում եմ ամերիկահայերի պատմության հետ կապված, երբ որ տպագրեցի 2018 թվականին 400-ամյակներ, երբ որ արձանագրվել էր առաջին հայի, այսպես ասած, ժամանումը Վիրջինիա, Ամերիկա, մայրցամաք, եւ հատոր տպեցինք Նուբար Աֆյանի հետ, եւ հիմա այդ լուսանկարները փորձում ենք վերածել փոքրիկ ռիլիզերի, այսպես անիմացիոն, որոնք հետաքրքիր են դարձնում, նոր սերունդը դա է անում, շարժուն պատկերներ են պետք, որոնք ուշադրություն բևեռեն, եւ սա նույնպես կարող է անել, այսպես ճակատագրի նույն արժանանալ, որովհետեւ ավելի հետաքրքրաշար է դարձնում նոր սերունդի շրջանը։ Կապրեմ չմոռանաք ձեր այն միտքը, որ պետք է պատմաբանների պատասխանատվության մասին խոսեք, բայց մինչ դա ուզում եի հարցնել, երբ որ դուք այսքան խորապես ուսումնասիրում եք եւ սկսեցիք ուսումնասիրել մեր պատմությունը, մեր ժառանգությունը, փոքր էմոցիոնալ հարց է, բայց դուք ավելի շատ սկսեցիք հպարտանալ մեր պատմությամբ, թե հիասթափել եւ ցավ ապրել, որ նաեւ կորցնում ենք մենք այդ ժառանգությունը եւ ըստ էության կարծեք մեր մեջ այդ կորցնելու վախը կամ այդ վախը չի ստիպում մեզ չունենք կարծեք այդ վախը կամ ինչն է պատճառը, որ մենք հանգիստ ենք կորցնում եւ այդ ժառանգությունը կարծեք նույնիսկ Հայաստանի իրողության մեջ կարծեք դարձել է երկրորդական, երրորդական, երբ որ այլ ազգեր ուղակի փորձում են անգամ արհեստականորեն ստեղծել ինչ որ պատմություններ, ինչ որ ժառանգություն մեծարել, դարձնել իրենց կարևոր, անգամ նույնիսկ ես վերջերս նայում եմ Ռումինիայում միջնադարից Կիլիկյան հայերի գտել են ստեղծած, կառուցած ամրոց եւ շատ շատերը Հայաստանում չգիտեն, որ եվրոպական շատ երկրներում հայկական էլի ժառանգություն կա, բայց դա իրականում լավ է, վատ է, ես չգիտեմ, այսինքն մենք ճիշտ ենք ընկալում այդ ժառանգությունը, դա մեզ համար ցավալի է, որ մենք կորցնում ենք եւ ինչու։ Լավ, երկու օրինակ բերեմ եւ կամ բուն հարցադրում եմ պատասխանին։ Զամկան, որ նշեցիք Ռումինիայում, հայ առաքելական եկեղեցու սեփականություն։
իր տեղադրությամբ, իր պահպանվածությամբ, իր տարածքով այն կարող է լուրջ հանգրվան լիներ, այսպես ասեմ, միջնաբերդ լիներ Արևելյան Եվրոպայում, հա, թեկուզ կոչվեր է դա, այդտեղ կարելի էր կազմակերպել դպրոց, համալսարան եւ այլ, չէ, եւ հանգրվան է դա եկեղեցու հայկական փոքր Հայաստանն է։ Այդպիսի փոքր Հայաստան մենք ունենք Սուչավայում, Լվովում ունենք այդպիսի բան, Լեհաստանում ունենք, Բուլղարիայի տարածքում ունենք, Հունաստան, Մելկոնյան վարժարանը, այս տարի նորից անցա կողքից եւ այստեղ զայրույթ, հիասթափություն, այո, շուտով ասում եմ, որ պետք է վաճառվի։ Հիմա պատկերացրեք համահայկական համալսարան բարձրագույն որակավորման մասնագետներով աշխարհի բարձր վարձատրվող եւ այդտեղ ասենք քվոտան լիներ 80-ը, որպեսզի ռասիզմի մեջ չմեղադրվեր, 80 հայ 80%-ը պետք է հայ լինեն, մնացածը օտարազգիներին, հույներ կարող ունեն կամ ով ցանկանար, բայց հայկական նաև։ Որում նաև մենք իրենց տայինք այդ կրթաթոշակներ, որպեսզի իրենք սովորեին։ Թե 100%-ով հայ են, դա մի քիչ ռասիզմ կլիներ, էլի, մի քիչ տրամաբանական չէ, մանավանդ Եվրոմիության տարածքում։ Եթե այդպիսի ռեսուրսը մենք չկարողացանք եւ շատ արագ հանձնեցինք, չէ։ Կարելի էր պահել պետական միջոցներով նույնիսկ, որովհետեւ գիտենք ինչ ծավալի գումար տրվում է ավելորդ եւ անիմաստ ուղղություններով, ինչքան է վատնվում, չէ, կարելի է ստվերային գումարներով դա պայել, այո, որովհետեւ դա ռազմավարական նշանակություն ունեցող հանգրվան էր կղզու վրա դաշնակից երկիր։ Ես ասեմ, բանը մենք կարծեք ռազմավարականի ընկալումը չունենք։ Դրա պարզ պատասխանը կա, որովհետեւ մենք չունենք գիտակցող վերնախավեր հայաստանյան եւ սփյուռքյան, եւ ցավալի որ առանձին եմ ես ասում, պետք է լիներ հայկական վերնախավ։ Հայկական վերնախավ, որի համար մեկ գիտակցումը պետք է լիներ ամեն կերպ նպաստել հայ էթնոսի, հայկական փոքր քաղաքակրթության, այսինքն մինի քաղաքակրթություն, ինքը քաղաքակրթություն է իր բոլոր պարամետրերով, հա, չափանիշներով դա քաղաքակրթություն է։ Դուք համարում եք, որ մենք ունենք հայկական քաղաքակրթություն, այո, դա չափելի է, այսինքն լեզուն, եկեղեցին, անթրոպոլոգիան, գենոմը նույնիսկ այդ մակարդակով մենք գնանք, ժառանգությունը, ճարտարապետությունը, գրականությունը եւ այլն, դա քաղաքակրթության դրսևորում է։ Այո, եւ պահպանվածություն, այսինքն տեսեք հիշատակում Արմենիայի եւ գալեսօր հիշատակում դա մոտավորապես 2.500 քիչ ազգեր կան, էլի։ Դա էլ է բնութագրում, սա վրացիները նույնպես հետաքրքիր է, որպես քաղաքակրթություն։ Բայց այս պարագայում, եթե գանք վերնախավերին, առաջին անգամ այդ մասին բարձրաձայնեցի գրավոր հոդվածի տեսքով 2017-ի սեպտեմբերին արդեն տեսանելի էր մոտալուտ աղետին։ Ես այդ ժամանակ Հարվարդում էի, 8 ամիս Միացյալ Նահանգներում էի եւ գրեցի, որ վերնախավների շրջանում ճգնաժամը բերելու է կատաստրոֆայի։ Չկա գիտակցում պետականության կարևորության, չկա գիտակցում պետականաստեղծման գործընթացի կարևորություն եւ գրել էի պետությունը գնում է մեծ թափով դեպի փակուղի, որտեղից հետընթաց չունի։ Դա սեպտեմբերին եմ գրել 17 թվականին։ Բանը այս ուղղակի հակասություն է։ Այդ ինչպես կարող է մի ազգ, որի մենք մասնիկն ենք, ունենալ նման ժառանգություն, նման մարդիկ, նման սյուներ ուղղակի համաշխարհային, բայց ունենալ նման ընթացք։ Որտեղ մեր մոտ ամեն ինչ դրված է անհատական էնտուզիազմի վրա, անհատը կրում է իր վրա ծանրությունը, անհատը դառնում է մարտիրոս կամ սեփական ազգն է ոչինչ հասնում նրան, որ նա Ինչպես է այդ քանի մեջ չի ձևավորվում այդ պետականամետության, միայն ասեք, որ մենք քանի որ չենք ունեցել պետականություն, շատ ազգեր չեն ունեցել պետականություն, բայց կարողացել ընդհակառակ ավելի կարևորել հենց պետություն ունենալու երևույթը, ոչ թե հակառակը չեն ունեցել, ուրեմն երբեք չեն հասկանալու թե ինչ է պետություն, հակառակը ավելի են ձգտել պետություն, ավելի են փայփայել, երբ որ առիթ է ստեղծվել կամ փորձել են ստեղծել այդ առիթը, ինչ եղավ մեզ հետ։ Պատասխանը միանշանակ չի կարող լինել։ Կար պետականությամբ սպասում, հա, 800 տարի, 19-րդ դարի այդ կուսակցությունները գալը, զինված ջոկատները, խորհրդանշանները, այդ զինանշանային ամբողջ մի համակարգ են շրջանառության մեջ նույն բացիկներով գրքերի վրա իվել սպասում են այդ բանին։ Բայց այդ սպասման մեջ չձևավորվեց համահայկական գիտակցումը։ Չհամեմատենք հрьяաների մեջ, որտեղ կար մեկ գլխավոր նպատակ՝ բոլորը ծառայում էին դրան։ Նրանք չստեղծեցին 3 ինչ են ասում կուսակցություններ, չէ՞, մայր կուսակցություններ են ասում, չգիտեմ, ավանդական կուսակցություններ։ Այդ կուսակցությունը հասկանալի է, Սփյուռքում գործող կուսակցությունը ինչպես պետք է միավորի այդ նույն Սփյուռքը առաջին հերթին։ Եվ սկսվեց առաջին խզումները։ Հասկանալի է, որ այդ ուժերին, այդ մարմիններին, այդ կառույցներին եւ անդամներին նաեւ շահագործում էին տարբեր աշխարհակաղակական պայմաններում խոշոր երկրները։
լիներ դա սառը պատերազմ, լիներ Թուրքիայի հետ հաշիվներ, լիներ սովետական միության հետ կապված հաշիվներ եւ այլն։ Մենք ուղղակի դառնում ենք այդ քամուն տված դարմանի նման եւ այդ 91 թվականի, ինչով սկսվեց 91 թվականը, հիշում եք, չէ՞։ 90-ով սկսենք անկախության հռչակագիրը, որ այսօր թիրախավում է։ 91-ին սկսվեց Դաշնակցությունը գտնում էր, որ ինքը լեգիտիմ իրավունքներ ունի դառնալ միանձնյա գլխավորը նոր պետականության, հետո սկսվեց Մարուքյանի, գիտեք, արտաքսման, դերսում այսպիսի մեկնարկով մենք սկսեցինք պատերազմը, պատերազմական պայմաններում այդպիսին մենք սկսեցինք, որտեղ այն ժամանակ արդեն էթնիկ զտումներ էր սկսվել, Կոլցո օպերացիան էլ էր սկսվել, շատ լավ գիտենք։ Եվ այստեղ այդ թեև շարժումը հայոց համազգային շարժում էր, չէ, որ իր վրա վերցրեց այդ ամենը, ինքը հայոց էր, բայց համազգային չդարձավ, որովհետև ճիշտ գրագետ հիշողության քաղաքականություն չտարվեց, չնայած որ ղեկավարը պատմաբան էր, չէ՞։ Տեսեք ինչ հետաքրքիր, Էլչիբեյն էլ էր պատմաբան, արևելագետ, Կամսախուրդյանն էլ էր ուներ պատմաբանի, չէ, արևելագետի ընտանիքից էր, ուրեմն 3 Հարավկովկասյան երկրներում պատմաբաններ եկան։ Պատահական չի, որտեղ այստեղ հիշողության պահը, անցյալին հղումները, անցյալի հերոսացումը եւ այլն, այդ հղումները շատ կարեւոր էին, որ պետք է լեգիտիմացնել քաղաքական իշխանությունը եւ քաղաքական սիմվոլների մեջ ներմուծվեց այդ պատմական հիշողությունը։ Բայց ընդհանրապես արդեն մենք տեսանք քաղաքական դեգեներացումը, որի տրամաբանական պատճառներից մեկն էլ այն էր, որ հետխորհրդային միջավայրում զինվորական պսևդոէլիտա մեջտեղ եկավ, իսկ այդ պսևդոէլիտան հիմնականում Արարատյան դաշտի գյուղային բնակիչներն են, որոնք եկան եւ սկսեցին պարտադրել իրեն պարտադրել իրենց մշակույթը տեխնոկրատ կրթված մայրաքաղաքի, շատ կոպիտ եմ ասում համատություն, եւ այստեղ խզումն ու բախում անպատճառ պետք է լիներ։ Ինտելեկտուալները նուրբ, այսպես ասած, մասսան քաշվեց, տեղը զիջեց ավելի բիրտ զինվորական ինչ որ բանի փառքի բանով եկած մարդկանց եւ այդտեղից սկսվեց խզումի հետևից եւ վերջում պետք է լիներ ճայթյունները, այսպես, հա, հոկտեմբեր 27, մարտի 1, 18 թվականի ապրիլ-մայիս եւ մենք չենք կարողանում այդ ճիշտ ատամները, որ պետականության սռնիներն ու այդ անիվները պետք է աշխատեն եւ ժամացույցը սկսի աշխատել, չէ՞, ինչպես է ատամին պետք է գա, մենք այսպես կոտրված, խեղված ատամներով չենք կարող մինչ օրս այդ անիվները պատմաբաններն են, թե քաղաքական որոշում կայացնողները, թե կրթությունը, չէ, պատմաբանների միջև գալ մենք ունենք շատ հիմնավոր մի լուրջ պատճառ։ Շարքի մեջ ես առաջինն եմ ասում, որպես պատմաբան մարտաբանական վերլուծությունն է, դա ժառանգությունն է։ Խորհրդային ժառանգությունը չէր կարող չկանալ 91 թվականին, անկախության հռչակագրով լիներ 90-ի անկախության հանրաքվեով 91 թվականի սեպտեմբերին, խորհրդային ժառանգությունը առաջին հերթին մենտալ ժառանգություն։ Հիմա շատերը վատ են ընդունում խորհրդային միությունը քննադատել։ Այո, ինչ որ դրվագներ, միջանձնային, կրթական եւ այլն, կարի դրական, եւ ասեմ որ այդ դրական մայր, այսպես ասած, շեյթը մինչև հիմա մենք մաշացնում ենք, այսինքն դիտարկիչներ ավելի վատ կարող լիներ։ Բայց ի վերջո չմոռանանք, որ խորհրդային միությունը դա գաղափարականացված, կուսակցականացված մեկ կուսակցության եւ կագեբեական մշակույթի երկիր էր։ Այսինքն բռնի ուժ իրավունքների մասին խոսելը մի քիչ ավելորդ էր, էլի, չեմ խոսում, որ ժողովուրդների ազատություն, ինքնորոշում եւ այլ այդպիսի բաներ չկար։ Հիմա մենք ժառանգեցինք դա ուզած թե չուզած այդ սերունդը կրում էր դերևս խորհրդային այդ մտակաղապարները, այդ մատրիցաները հիմա էլ մինչև օրս կրում են։ Բայց ինչպես ստացվում նույն մերձբալթյան երկրները կարծեք թե թոթափվեցին, վրացիները կարծեք թե անջատվեցին այդ գաղափարներից, անգամ կենտրոնական Ասիայի երկրներ, այսինքն միգուցե դա ընդհանրապես ընտրության հարց է, ոչ թե իներցիայի, եթե ընտրում ես ինքը կմնա, եթե չես ընտրում ինքը կամած ամեն այնպես կգնա 30 քանի տարի անցել արդեն համարյա շուտով կլինի 40։ Այո, շուտով կլինի 40, բայց մեր մոտ գիտեք, բոլորս գիտենք համալսարանում ինչ բաժին կա եւ ում են հետեւում եւ ինչպիսի կադրեր են ապագայի համար հավաքագրում, որտեղ են գնում ստանալու մեր ուժայինները անվտանգության համար պատասխանատու անձինք, հա, գտնում են այն նույն երկիրը, որտեղ մշտապես այդ ավանդույթը եղել, որ այնտեղ պետք է նախապատրաստվեն։ Եվ այս պորտալները դեք կտրել ասելը շատ հեշտ է, հնարավոր չի, դա մշակույթ է, որով պահպանվում է Հայաստանի Հանրապետությունը որպես գոյացություն, պետություն չասեմ, որովհետև այն
հյուսիսից մեզ նայում են ոչ որպես պետական միավոր, դա պետք է Վրաստանն էլ այդպես նայում, Ադրբեջանն էլ այդպես նայում։ Դա մեր դիրքավորումից է։ Մերը այստեղ ամբողջ հարցը է, որ չկա այդ ինտելեկտուալ այն առավել դոմինանտ սերուցքը, այն կտորը, որի վրա պետք է խարսխվի հիմնական գիտակցությունը սեփական պետություն ունենալու։ Մենք 100%-անոց սեփական պետություն չունենք եւ չենք ունեցել, որովհետեւ այն անձինք, ովքեր դրվում էին իշխանության, եկեք պարզ խոսենք, ինչ ձևով իշխանապողությունն է մենք գիտենք այդ շարքերը, հա, ընտրություններ, որոնք ինչպես էին ավարտվում կամ մարտի 1 կամ այն մնացած երևույթները կամ ինչ էլ ընտրեք, մեկը մենք մերն ենք անելու, հայտնի ձևակերպումները կա։ Մենք ավելի խոշոր շահի սպասարկելու ենք վերածվել որպես պետականություն, իսկ մնացածը արդեն օգտվում են ներսում, ինչքան որ նրանց հնարավորություն է տում։ Ցավալի իրողություն է դա, բեև այսօր ծիծաղելի է, երբ որ 2018-ին բավական շինծու եւ կոպիտ բեմադրված գործողության արդյունքում իշխանության բերված անձինք այսօր խոսում են լիակատար պետականություն ավելի անկախ է, քան երբևէ եւ այլն, դա ծիծաղահարուցող ձևակերպումներ են նախ եւ առաջ քաղքենի զանգվածին ուղված, որը կրթուսալ չի, այսինքն եւ այն գյուղաբնակ զանգվածին, որի համար ցանկացած մեկը Երևանից եթե մտնի այդ գյուղ, թեկուզ դա լինի Սև Սատանան, իրենք կընդունեն որպես ղեկավարություն։ Այսինքն այսօր այսինչ անն է, վաղ կարող է ինչ աննի, բայց միևնույնն է, ցանկացած գյուղում դա մտնելը նշանակում է հարգանք գյուղի նկատմամբ։ Մենք այսպիսի վերաբերմունքի ենք վերել, որ գյուղաբնակ մեր քաղաքացին եւ քաղաքաբնակ քաղաքացին միատար պետք է նայեն իշխանությանը որպես ժամանակավոր միջոց, որին ընտրել են ծառայեցնելու համար։ Դրա համար կրթություն է պետք, ինքնագիտակցության, ինքնաճանաչման, նաեւ ձեր այս գիրքն է դրված սեղանին խորհրդանիշներ ազգային, որոնք եւս ինքնության կարևոր մաս են, որը կարծեք այսօր էլի ոտնահարվում է կամ հարվածի տակ է, այդպես է, թե ոչ, ենթադրենք Արարատի վերաբերյալ քաղաքական մոտեցումը ենթադրենք դարձել է պայքար գլոբալ առումով ազգային սիմվոլիկայի դեմ։ Դա ավելի շուտ քաղաքական այլասերվածություն է, որի հիմքը կամ մարդիկ, ովքեր մշակում են նման քաղաքականությունը, նման գործելավոճը, գոնե ինձ պարզ տեսանելի է ձեռագիրը, որովհետև շատ շփվել եմ այդ կեղծ ինտելեկտուալ շրջանակների հետ, որոնց համար ազգայինը եւ այլն համարում են, ու եթե շատ պարզեցած ասենք, ռաբիզություն։ Այսինքն, եթե դու հայկականություն ես մեջտեղ բերում, նույնիսկ քո լեզուն կարող է դիտվի որպես հետամնացության։ Ես ունեմ հայերեն կրթություն, հայկական իմ կրթությունը 10 տարի։ Ես ունեմ հայերեն գրելու ակադեմիական ձիրք, բայց միաժամանակ ես գրում եմ ռուսերեն եւ անգլերեն, բայց դա չի նշանակում, որ ես հայերենն եմ ասում, ես ավելի լայն լսարանի համար եմ գրում ռուսերեն, անգլերեն եւ այլն։ Դա գիտնականի, ինչպես ասած, լեզուն դա միջոց է տվյալ դեպքում։ Հիմա գալով արդեն պատմաբաններին, դուք տեսեք ամենալավ ցուցիչը այսօր, եթե փորձենք մի փոքր հերձել այսօրվա քաղաքական իրականություն, չնայած դա զուտ քաղաքական չի, դա պսևդո քաղաքական է իր բոլոր այլանդակ դրսևորումներով եւ կերպարներով։ Դուք տեսեք լռությունը, մարդիկ ովքեր երկար ժամանակ հայրենասիրաբար խոսում էին, ազգային ազատագրական պայքար, անուններ էին տալիս, մենագրություններ էին գրում, ցեղասպանությունից էին խոսում, հա, այսօր մեր ամբողջ պատմագիտական համույթը, այսպես ասած, համայնք ավելի շուտ, նրանք լուռ են, նրանք չունեն միակարծություն։ Մի դեպք եղավ, որ ես եւ իմ գոլեգան փորձեցինք եւ ստացվեց շատ կարճաժամկետ, երբ որ 7-րդ դասարանի հիշում եք, հայտարարակ պատմության դասագիրքը, որը արվեց, մի հայտարարության տակ, որը հեղինակել էի ես, մեծ մասը ստորագրեցին, բայց դա Ժան Անդրեսյանի եւ Կգրուսյանի համար առ ոչինչ դուրս եկավ, այսինքն այդքան պատմաբանի ասածը այսօր իշխանությունները կարող են համարել, որ դա առ ոչինչ է։ Հիմա տեսեք իշխանությունների այսօր թավշյա այդ արհեստական գործողության, հատուկ գործողության արդյունքում եկած անձանց շրջան որքան պատմաբաններ կան, պատմական 50-ների տեխնացու, նույնիսկ կարծում եմ 1 դոկտոր էլ կա, պատգամավորներ էլ կան։ Հիմա այս պատմաբանները ինչ են սովորել, պատմաբաններին ով է տվել գիտական աստիճան, հարցեր են գալիս, այս պատմաբանները ինչ են սովորել, որ այսօր մասնակցում են կամ միգուցե իրանք գիտակցում են, ամենասարսափելին դա, որ իրանք ճիշտ բան են անում։
Բայց մենք հո գիտենք, որ ինչ պարագայում է հավաքվել այդ, այսպես ասած, ճակերտավոր սերուցքը 2018-ի արհեստական գործողությունը իրականացնելու եւ մնացած աղետները, որ հաջորդաբար տեղ ունեցան, այդ ամեն ինչ կանխատեսելի էր, որ դրա համար են պատրաստել իրենց։ Եվ հիմա տեսեք արևելագետների առկայությունը, որը նույնպես շատ վտանգավոր ցուցիչ է, որտեղ մենք շատ լավ գիտենք արևելագետները սովետական իներցիոն քաղաքականության արդյունքում 4-5-րդ կուրսերում աշխատում են համապատասխան մարմինների համար։ Հիմա նայեք նախարարների շրջանում, աշխատակազմերում, քանի արևելագետներ, ինչի մասին է խոսում։ Խոսում են դրա մասին, որ տակավին թոթափված չի խորհրդային այդ արատավոր ժառանգությունը, մշակույթը քաղաքական եւ անվտանգային, ոչ պսևդո անվտանգային է։ Մնացել է նույնը, նույն հնամաշ ժանգոտած, քայքայված մատրիցաների վրա է։ Այնինչ, բայց մի դիտարկում, իհարկե ես շատ ուժեղ քննադատներից մեկն եմ եղել եւ մնում Սեության խորհրդային միության համակարգի, բայց եթե նայենք մեկ ուրիշ ժառանգորդի խորհրդային միության մեծապես, ամենամեծ ժառանգորդի Ռուսաստանն է։ Ռուսաստանը իր բոլոր թերություններով, բոլոր իր խնդրահարույց գործողություններով հանդերձ ունի շատ հստակ ազգային կամ ազգայնական մոտեցում։ Այսինքն լինելով խորհրդային միության ստեղծողը, ստեղծության սնողը, պահպանողը եւ դա իրենց նախագիծն էր խորհրդային միություն։ Նրանք չդադարեցին ռուսական միտքը, եկեղեցին, ժառանգությունը, նրանք չդադարեցին դա համարել կարևոր եւ ոչ թե Հայաստանին ման թիրախ դարձնել դրանք եւ գրոհել դրանց դեմ։ Ավելին ասեմ, այդ ճիշտ է, իրենք նույնիսկ շարունակում են հավակնել, հենց այդ իրենց նոր ստեղծած գաղափարախոսության, գաղափարաբանության վրա հավակնում են վերադառնալ այն նույն տարածքները, որոնք իրենք համարում են իրենց։ Ճիշտ է, հիմնավորում ազդեցության ոլորտը տարբեր բաներով, ընդհանուր պետություն եւ այլ, բայց Ռուսաստանը դա ազգայնական մոտեցում է, դա բազմազգ պետություն է։ Այսօր տեսեք ամբողջ եթերում դուք առաջ չեք տեսնի թաթարների կամ գլխաշորով աղջիկների եւ այլ, ինքը տվել է այդ հնարավորությունը, որ ցույց տա որ Ռուսաստանը միայն ռուսներինը չի, բայց դե գիտենք որ առանց տարբերակ չունի, որտեղ ինքը պիտի չկողմի։ Իհարկե, դա անվտանգության հարց է, դա պետք է նաեւ մեսիջ տա մամեդական աշխարհին, որ ցույց տա որ բավական լոյալ է եւ հանդուրժող է։ 20% բնակչությունը մենք չունենք, բայց մենք ամենամեծ ստրատեգիական պարտությունը, որ ինքներս մեզ տվեցինք, դա ստորադասեցին գլխավորը եւ գերադաս համարեցինք այն ինչ որ պետք է ստորադաս լիներ։ Ես պարզ բացատրել եմ մի անգամ էլ ասենք, մենք Արցախ եւ Ստեփանակերտը փորձեցինք բերել առաջ դնել Երևանից եւ Հայաստանից։ Ես պարզ եւ բան կոպիտ եմ ասում։ Բայց հիմա ստացվում է որ հիմա իրենք այս իշխանությունը հետ է բերում, ասում է չէ, Երևանը կարևոր է, Ստեփանակերտը ընդհանրապես, այլևս մոռացեք, նման դա մերը չի։ Այդ իշխանությունը ամեն ինչ կարող անել, բայց դա իրենց մեղքերի չի ազատի, որ իրենց բերել են հենց դրա համար, որպեսզի իրենք սպասարկեին Արցախի այրունով հանձնել։ Գիտակցաբար, իրենք շատ լավ գիտեին իրենց առաքելությունը։ Ուղղակի իրենց նաև կարելի է որպես պատանդներ դիտարկել, քաղաքական պատանդներ։ Հիմա ինչ մեխանիզմներով կարող ենք միայն ենթադրել, բայց այն քաղաքականությունը, որ իրականացում էր 90-ականների վերջից 2000-ականներին, ես խնդրում եմ, որ մեր արցախցի հայրենակիցները ճիշտ հասկանան իմ խոսքերը։ Դա բերեց դոմինանտի գիտակցում Հայաստանի Երևանի հանդեպ, հոգեբանական, մենտալ, որից հետո տեղի ունեցավ շռնդալից տապալումը։ Այնինչ պետք էր հասկանալ, որ երկրորդ պետության գիտակցումը, նայեք ինչեր էր գրվում, վաչական արքան սահմանադրության հիմնադիր, այսինքն նույնիսկ պատմագիտական հետազոտությունների մեջ զատում կար, այնինչ միացում էր, չէ՞, սլոգանը մեր միացում էր։ Ես դա եմ ասում, խնդիրը այն է, որ ոչ թե սխալ էր, որ Արցախը պիտի կարևոր համարեին, այլ սխալ էր դրա կառավարումը այդ կոնցեպտի։ Սխալ եւ անգրագետ ձևով են կառավարում եւ հիշողության մշակույթ ունենալու կոնցեպտը, ինչպես օրինակ հрьяաների պարագայում, երբ որ նայում ենք թե ինչպես են իրենք կառավարում Պաղեստինի հետ կապված խնդիրները, Գոլանի բարձունքները, մնացած էլի հատվածները, կարողանում են դա ճիշտ փաթեթավորել, կարևորել եւ ճիշտ ձևով իրան ռազմավարական որպես գործիք դարձնել։ Հայաստանում նորից այդ նույն ժառանգության կորցնելու եւ այդ անփութության մասին է կարծեք, անփույթ վերաբերմունք այս ժառանգության է, ազգային խորհրդանշանն է, որոնք դուք գրել եք հաստափով, ես այնքան կուզեի, որ մենք այս բոլոր նկարները կարողանայինք մարդկանց ցույց տալ, որպեսզի մարդիկ ի վերջո հասկանան, թե իրենց պապերը ինչ են ստեղծել, ով ենք մենք եղել եւ ուր ենք մենք ուզում գնալ։ Տապալվեց հիշողության քաղաքականությունը, որը համահայկական պետք է դառնար։
տապալվեց ընդհանուր ռազմավարության մշակումը, ասում ենք Հայաստան, Սփյուռք եւ Արցախ, Հայաստան Եռամիասնություն։ Հա, եռամիասնություն, չգիտեմ, երկու հայկական պետություններ եւ այլն, բաժանեցին երկուսի, չստացանք ոչ մեկը։ Հիմա այս պարագայում ես ոչ թե արտահայտում եմ ներկաները ասում ընդհանրապես գործիք են, իմ պատկերացմամբ ես դա շատ ակնհայտ տեսնում եմ եւ իմ պարտիմ համարում դա լուսաբանել, ներկայացնել։ Ընդհանրապես գործիքակազմ, որ իրականացնում է քաղաքականություն այլ ուժերի իրենք հանդիսանալով որպես գործիք, բայց չստեղծվեց նույնիսկ, հիմա մենք դա մասին առանձին հաղորդում կարող ենք խոսել, իրական հայկական խորհրդային պետությունը, այ խորհրդային պետությունը հենց նրա համար է, դե Միացյալ Նահանգներում ասում են կան, Ռուսաստանում կա, այո, Թուրքիայում կա, դա ո՞րն է, ոչ թե արատավոր եղանակով որոշելու ինչ իշխանություն պետք է բերի որ ռեսուրսների նոր ֆինանսական մնացած ռեսուրսների տիրապետել հանքերից, սարքիթեն փոքր հեկեր եւ այլն, խանութներ, մոլեր եւ այլն, deep state-ի իմաստը այն է, որ չթողնի, որպեսզի պետականությունը թուլանա որևէ պարագայում, որևէ ֆորս մաժորային իրավիճակում։ Deep state-ը նաև նրա համար է խորհրդային պետությունը, որ ինքը ճիշտ կադրային քաղաքականություն իրականացնի։ Այդ ճիշտ կադրային քաղաքականություն լավ թե վատ ֆինանսներ ունենալով նույնիսկ կաշառակերության ահագնացող տեմպերին Ադրբեջանը դրեց այդ խնդիրը։ Երբ որ գնում ենք դրսեր համալսարանում, գիտեք, բոլոր համալսարանում դուք տեսնում եք այսինչ գյուղից, Գանջայից, Լենքորանից կամ Հայաստանից գնաց փախստականներից իրավաբան միջազգային իրավաբան են, հարաբերություններ են։ Ես պետությունն է դա փողը տվել, որ իրենք գնան։ Այո, եւ իրենք հետեւողականորեն դա արեցին։ Հիմա մեր կադրային ռեսուրսը ո՞րն է։ Մենք ունենք անհատներ, հա պայծառ անհատներ, որոնք կարող են կառավարչական հմտություններ ունենան, կարող ենք հավաքել եւ երկու կառավարություն կարող ենք հավաքել, բայց սրանք մարդիկ են, որոնք իրենց են ստեղծել։ Այն self-made men ասում են, չէ՞, ամերիկացիները։ Իրենց վրա աշխատելու պետական քաղաքականություն չի վարվել որևէ ձևով, որպեսզի այս մարդիկ աճեին եւ գոնե ասենք 35-ից 40 տարեկանում լինեին լավ կառավարչության արդար կառավարություն իրականացնող անձինք, որոնց համար պատրաստ են հենց իրենց առաքելությունը։ Չինաստանն էլ է, չէ՞, այդպես անում։ Այս մեծ երկրները ունեն այդպիսի ռեսուրսներ, իսկ մենք պետք է բրկեինք մեր հնարավորությունները, որովհետեւ առաջին հերթին դնեինք կրթականը։ Կրթություն չդրեցինք, մենք 90-ականներին ինչ էինք մատուցում, վերջերս դա անդրադարձա։ Մենք սերիալի հետևից էինք։ Հիշում եք Երևանի փողոցները սերիալների ժամանակ։ Դատարկ էին։ Բոլորը տանն էին նստում, որտեղ ուրիշի կյանքով պետք է ապրեին։ Եվ մենք հասարակության քաղաքինիության արդյունքում միայն Հայաստանը չի ատոք այդ ես մեր Միլնայի օպերա, մենք կարող ենք ունենալ այլ Հայաստան, բայց այդ նույնը բերում էին նաև։ Բայց հիմա իշխանությունը դա է ասում, մենք պետք է ստեղծենք իրական Հայաստան, որը հակադրվելու է պատմական Հայաստանին։ Դուք որպես պատմաբան ինչպես եք վերաբերվում երևույթին։ Դա քաղաքական շարքում նախ եւ առաջ ցանկացած գաղափարախոսություն կամ ինչ-որ համակարգ մեջտեղ բերող պետք է ապացուցի, որ ինքը ինտելեկտուալ, խոշոր ինտելեկտուալ, այսինքն ունի միտք, տպագիր, կանավոր։ Եթե հարցնենք այդ գաղափարախոսությունը ինչ պայմաններում ծնվեց, ես շատ լավ արձանագրում եմ։ Հիշում եք ելույթներից մեկում ասում, բա ես պետք է ինչ-որ մի օր նստեմ դա գրեմ։ Հասկանում եք, երբ որ ոդկի վրա այդպիսի բան է ասվում 6-րդ տարում իշխանավորման կամ 7-րդ տարում, ասում եմ, վայ, հələ մի րոպե, կարելի է ինչ-որ ձևով, շատ է հետո գալիս է ինչ-որ բրենդբուկային ձևով, սիմվոլներով, բաներով, այսինքն 6 տարի այդ մտքից չէր եկել, պատահական ինչ-որ մի լսարանի հետ հանդիպման ժամանակ ասում ես ու կարելի է գաղափարախոսություն մշակել, դա անլուրջ է առնվազն, եւ երկրորդ երբ որ հարց տան քո բագաժը ո՞րն է, այսինքն քո ծանրակշիռ վաստակը, այդ մշակումները, հոդվածների, մենագրությունների տեսքով մենք գալիս ենք հասնում ենք երկրի հակառակ կողմ, չէ՞։ Երբ որ ասենք ո՞րն է պրոդուկտը, ինտելեկտուալ պրոդուկտը հենց երկրի հակառակ կողմն է, իր բոլոր այլասերված եւ այլանդակ ձևակերպումներով։ Այսինքն մեր իրականության մեջ շատ լավ է ստացվում ստեղծել զուգահեռ իրականություն։ Այս մասին էլ եմ շատ անդրադարձել։ Մարդիկ ստեղծում են մի իրականություն, ապրում են դրանում։ Երբ որ փորձես այս իրականություն, որ իրական ասում, այս սա ընդունում ես որ կա, որտեվ դա շոշափելի է, դա կա ձայնագրություններ, տեսագրություններ, մարդը չի գալիս այս իրականություն, ինքը իրականության մեջ այնտեղ է, որտեղ անքննադատելի իր գործողությունները եւ իր կողքի գործողությունները։ Այստեղ խզում է, որովհետեւ չի ծնվում երկխոսության համազգային, թեկուզ պսևդովերնախավային մակարդակի երկխոսություն չկա։ Հիմա տեսեք, 7 տարի Հայաստանը ճգնաժամի մեջ։ Լավ, համարենք պատերազմից 5 տարի է։ Դուք երբևէ տեսել եք լուրջ քննարկում ներ հայաստանյան կամ ներ սփյուռքյան, չկա այդպիսի բան։
Այսինքն Սփյուռքի որևէ մարմին, որևէ կուսակցություն, որևէ կազմակերպություն, համայնք տակավին չի եկել այն գիտակցությանը, ես չեմ ասում եկեղեցու մակարդակով, որ կարելի էր Փարիզում, Բրյուսելում կամ Բոստոնում, Լոս Անջելեսում համահայկական մի հատ ինչ-որ խորհուրդ ստեղծեն 5 օր նստեին եւ մշակեին ինչպես կարելի է Հայաստանը զարգացնել, ինչպես կարելի է դուրս բերել ճգնաժամից երկիրը, ինչ մարտահրավերների ապագայում դիմագրավել, հա, նայել 5 տարի, 10 տարի առաջ, չկա այդպիսի խնդիր, չկա եւ տեսեք ամենամեծ փլուզումը դա գուցե իրենք օտարացված են զգում, դրա համար չեն մտածում որ պիտի մասնակցեն, չէ՞ որ մենք անգամ Սփյուռքահայերին թույլ չենք տալիս ոչ մասնակցել ընտրություններին, ոչ զբաղեցնել բարձր պաշտոններ, ոչ թույլ ենք տալիս քաղաքականությամբ զբաղվել։ Պլյուս նույնիսկ Հայաստանի քաղաքացիները դրսում իրավունք չունեն ընտրել, թեև իրենք Հայաստանի քաղաքացի են։ Տեսեք, Սփյուռքը ոչ թե մեղադրանք չի, Սփյուռքում իրավունք ունեն բարձրաձայնել, բողոքել եւ պահանջել։ Բայց սա մեր խնդիրն է վերջո։ Չէ, եթե տեսնում ես Սփյուռքը, նույն ինչպես օրինակ արևմուտքին ենք հաճախ մենք ասում, ինչու՞ չեք այսպես անում, այնպես անում։ Եթե տեսնում են, որ այստեղ իշխանությունները անգամ քաղաքացիական հասարակության կարծեք թե շատ անդամներ կողմ են, օրինակ, որ Արցախը համարենք ադրբեջանական, ինչու պետք է հանկարծ մեկը, որը դրսում է, որը ունի իր լրիվ այլ հարցեր, ասի չէ, մի րոպե, դուք սպասեք, եկեք այս օրակարգով առաջնորդվեք։ Ցանկացած մեր հայրենակցի Սփյուռքա, եւ դա շատ բնական է, սա մեղադրանք չի, բացարձակ։ Այն երկրի քաղաքացին, որ ինքը համարում է, դա դոմինանտ է իր անձնական կյանքի, անվտանգության հարցերում, չէ՞, ճշգրիտ։ Իրան չես կարող պարտադրել, որ դու, չէ, պետք է ստորադասես դա եւ ընդունես հայաստանյանը։ Թեկուզ դա լինի երկքաղաքացիություն ունեցող մեր հայրենակից։ Բայց այդուհանդերձ այդ ամենը ունենալով տեսեք Սփյուռքը շատ հանգիստ տարավ Սփյուռքի նախարարության լուծարումը եւ այսօր մի սենյակում գրասենյակ է կոչում այնտեղ դրված է մի մարդ որը հարց չի լուծում համաձայն ենք չէ՞ ինքը հարց չի լուծում հարցրեք տեսեք իրենք տենց մտածում են համաձայն են որ հարց չեն լուծում չէ իրենք հասկանալի է ինչու համար տարեվերջին փող կար պետք է ինչ որ մի բան ձեռնարկանել հոգեբանությամբ այն համահայկական երկու ինչ որ բան արեցին որի հետևանքը ինչ որ մի հատ թուղթ հայտարարություն, որը թեկուզ ոչ մի բան չնշանակեց, չկա։ Այդ մարդու այդ գրասենյակի նպատակը Սփյուռքի պարակտումն էր։ Չնայած ես չեմ սիրում նման բաներ ասել, հետևորդներ կարող են։ Հիմա նախ ի վերջո դուք գիտեք, որ Սփյուռքում պարակտում եղավ, այսինքն նրանք ովքեր իշխանության աջակցում են եւ ովքեր չեն աջակցում, ենթադրենք դաշնակցական կուսակցությունը, հայդատական այդ հատվածը կամ եկեղեցու։ Այո, նույն կուսակցության ներսում երկիշխանություն, ոմանք իշխանության, Փաշինյան եւ այլն, ոմանք ուրեմն չեն ընդունում, նրանք առանձնանում են։ Եվ դա հաջողեց իրենց։ Եվ այդ պարակտման վերջնահարցունքը պետք է լինի Հայաստանի հիմա արդեն ավելի արագացված է լինում արտաքին աշխարհի մեկուսացումը։ Սա հիմնական իմաստը սա է։ Հանրապետություն, մեր պետությունը կապ մեր պետության, որովհետև Սփյուռքը ինչ է, Սփյուռքը կապ էր արտասահմանի հետ։ Եթե կար նախարարություն, վատ թե լավ աշխատում էր դա, չգիտեմ, չեմ ուզում գնահատական տամ, չնայած ներսում եղել եմ շատ լավ գիտեմ, եւ դրական եւ վատ կողմն էլ ասեմ, բայց դա նախարարություն էր, որ այն նույնիսկ այն Սփյուռքահայը, որը գալիս էր, դա իր պատուհանն էր տեսնում։ Թեկուզ դա արհեստական համարենք, թեկուզ շինծու համարենք, բայց այդ պատուհաններ, որով գալիս են ասում են, այ նախարարություն, հա, Սփյուռքում էլ ինչ որ վատ են զգում, որ Սփյուռքի նախարարը եկավ, ոնց կարող եք դուք Հայաստանում Սփյուռքի նախարարություն եք։ Այդ ամեն ինչը մի կողմ թողած, կար ինչ որ կարգավիճակ, չէ՞, երբ որ գալիս էին արիտուն ծրագիր էր այնտեղ իրականացում համահայկական ինչ որ իրավաբանների, բժիշկների եւ այլն, որքան էլ որ դա արհեստական է, որքան էլ որ թվում էր որ դա այդքան էլ իր ծավալայնությամբ լուրջ չէր տիրապետելու համար այդ ամեն ինչը, բայց այդուհանդերձ ինչ որ միավորիչ ինչ որ շարժ էր ստեղծում, ինչ որ մի այդ ճահճային միջավայրը, որը ձևավորվել է Սփյուռքի համայնքներում տասնամյակներ շարունակ հետ Եղեռնյան շրջանում, ինքը սկսեց ցնցվել, բայց հետո եկեք մի հատ գրասենյակ է գալիս Հետո տեսնում ենք 6 ուսանողի հետ հանդիպում եւ այլ, ուրեմն սա էր Հայաստանի կապը, ո՞րն է Սփյուռքի հետ։ Չկա, այդ խոսակցությունը դադարել է, ինչպես է պետք է դադարել Արցախ-Հայաստան կապը։ Ուրեմն այս երկուսը փոխկապակցված է։ Արցախը հրաժարվել է Արցախը տալը եւ Սփյուռքից կապը կտրել, ընդհանրապես զրոյացնել համայրա զրոյացնել այդ ամեն ինչը, դրանք փոխկապակցված են։ Ուրեմն ավելի խոշոր նպատակ կա։ Երրորդը գալիս է եկեղեցի իհարկե։ Եվ 4-րդը չանվանենք 4-րդ, որպեսզի 4-րդ հանրապետությանը չկանք, իրականում այդ 4-րդ հանրապետությունը պետք է լինի հանրապետության ավարտ։ Սա այն վերնագիրն էր իմ դասախոսության, որը ես 2016 թվականի հոկտեմբերին
կարտացի Բոստոնում անգլերենով եւ Լոս Անջելեսում։ Երրորդ հանրապետության ավարտը ինչ է սպասում Հայաստանին որպես պետականության։ Իհարկե դա չներվեց իմ դասախոսությունը, 16-ի վեր ես պաշտոնյա էի, թանգարանի տնօրեն էր։ Ինչու ես դա արեցի, դա մի քիչ կամիկաձեի քայլ էր։ Շատերին դա հասու չի, կա տեսագրությունը, կա նաև հոդվածների դասախոսությունից հետո շատերը զարմանում են ինչ եմ ես խոսում։ Դա կանխատեսում է։ Եթե դու պատմաբան ես, տեսնում ես այն զարգացումները, որ քո երկրում կա, այն ինչ որ պետք է արվի, չի արվում, այն ինչ որ պետք է կանխվի, չի կանխարգելվում, դու հասկանում ես, որ աղետը դառնում է չափելի։ 16 թվականի հոկտեմբերին ես արդեն սա տեսանել էր ինձ համար։ Իհարկե բողոքներ եղավ, ես ինչու եմ այդպեսի վերնագրով գալիս եւ այլն, հիմա այդ մարդիկ բողոքով ասում են ինչու այն ժամանակ ավելի չբարձրաձայնեցիր, ինչու չմանրամասնեցիր, ասի եւ խոսել եմ եւ գրավորել եմ գրել եւ ինձ էլ որ պատժիչ գործողություններ եղան 18-ին սրան ձեռքով, նաեւ այդ դասախոսությունների եւ հոդվածների պատճառով։ Անդրեան, ես երկու հարց ունեմ, բայց երևի մեկին պատասխանեք, երկուսը կարևոր են, նախ ինչպես եք տեսնում, որպես պատմաբան հիմա ինչպես որ 16 թվականին եք տեսել, արդյոք հիմա տեսնում եք թե ինչ է լինելու, քիչ պայծառատեսական հարց է դառնում, բայց ավելի կարծում եմ կարևոր հարցը թե ինչպես մենք սա նորից արթնացնենք մեր նոր սերունդների մեջ կոնե։ Օրինակ, երբ որ ես հաղորդումը պատրաստում էի ընդհանրապես, ասենք այս նախագիծը, նպատակը հենց դա էր, որ ինչպես կարողանանք մարդկանց մեջ այդ քնած ժառանգությունը, իրենց ընկալումները, զգացողությունները հայ լինելու, որտեղ հայ լինելը չի նշանակում պարտադիր դա ֆանտաստիկ լավ բան է, բայց մերն է դա, սա մեր ինքնությունը պաշտպանելու, մեր պատումները, մեր ամեն ինչը։ Ինչպես մենք դա նորից արթնացնենք, քաղաքականությունը մի կողմ, կրթությունը ամենակարևորն է։ Էլ ինչ ձևեր կարող են լինել դրա համար։ Ասեք, մի հատ գաղտնիք բացեմ, 2012-ին, երբ որ այս գիրքը պատրաստվեց, այն ժամանակ նշում էին գրատպության 500-ամյակ։ Գիրքը նվիրված է աշխարհով նշված։ Այս գիրքը նվիրված էր դրան 12 թվական եւ նշված է, որ նշված 12 թվականին հայ գրատպության 500-ամյակի առիթով է, այնտեղ գրքում նշված է դա։ Եվ առաջի հարվածը կարող եք պատկերացնել, որ ստացա այսպիսի գիրք գրելու համար։ Դա ինձ համար առաջի զնգոցն էր։ Այո։ Համարյա թե ստիպած էի պատ քանդել, որպեսզի այս գիրքը տպագրեմ։ Նույնիսկ հասավ նրան, որ շատ բարձր տեղերից խափանեցին, որ շնորհանդես չլինի 12 թվականին։ Սա շնորհանդեսը լինելով նույնիսկ թանգարանի տնօրեն, միայն 13 թվականի մարտին ես կարողացա անել։ Ուրեմն ես մի հատ տեսություն ունեմ, անտեսանելի ձեռքի տեսությունն է, որտեղ պետականության, պետականամետության սիմվոլները, խորհրդանշանները, մինչև այս պահ այդ ձեռքի աշխատանքը ես տեսնում եմ, չի խրախուսվում, չի քարոզվում եւ փորձում է կանխարգելել ցանկացած համակարգող եւ համախմբող գործողություն, լինի գրքի տեսքով, լինի կինոֆիլմի տեսքով։ Հիմա տեսեք, մեր հանրայինը, հեռուստաեթերը ինքը հայկական ժառանգություն չի քարոզում։ Մեր ցանկացած սերիալ, եթե վերցնեք, դա մերօրյա իրադարձություն է, պատմական որևէ սերիալ, պատմական որևէ ֆիլմ, որը ահռելի միավորիչ բան ունի, չէ, էներգետիկա, ներուժ ունի, չէ։ Հիմա տեսեք թուրքերը արդեն իրենց սերիալները, այսպես հղկված, ողորկված, փայլփլուն ամբողջ աշխարհում եք Ռուսաստանի լսարանի վրա են ազդում։ Ռուսներն են սիրահարվում թուրքական մշակույթի պատմության վրա, չնայած գիտենք ընդդեմ։ Սիրահարվում են նաև թուրքերին։ Իսկ մենք ունենալով այսպիսի, այո, ժառանգություն ունենալով թակածա, գիտեք, այս սա է անտեսանելի ձեռքը։ Իմ հարցը սա է, ո՞նց կարելի է այս ժառանգությունը, որովհետև այդ հեռուստա եթերում դրվում է մարտիկ, որոնք վերահսկում են եթերի կոնտենտը։ Մենք ինչ ենք նկարել պատմական ֆիլմ, եկեք հիշենք։ 30 տարվա մեջ ինչ պատմական Գարեգիններ դե։ Ուրիշ ինչ ենք հիշում 34 տարի Հայաստանի Հանրապետությունը անկախ է գործելու։ Ֆինանսներ կարելի է ճարել նույն Սփյուռքից, ահռելի քանակությամբ փառատոներ չանել եւ նկարել մի հատ հսկա մոդայիկ չի հայ լինել այո։ Մոդայիկ չէ, դա ռազմավարությունն է։ Այս ռազմավարությունն է ներքին պահանջ կա։ Ներքին պահանջը կարելի է ձևավորել։ Մարդկանց երբ որ խորհրդային տարիներին արգելում են եկեղեցի գնալ, մարդիկ միևնույնն է գնում են եկեղեցի, անգամ այն սերունդը, որը այն ազատ ժամանակվա եկեղեցին չէր տեսել, մարդիկ մկրտվում էին թաքուն, մարդիկ գնում են հաղորդություն են ստանում, մարդիկ գնում են լուսին են լսում, էջմիածնում, բայց ինչպես եղավ որ այս մեկի հետ համաձայնեցին։ Ինչու 34 տարվա ընթացքում մենք չկարողացանք որևէ շնորհքով ֆիլմ կամ ֆիլմաշարժ ստեղծել, որով ամբողջ հայկական գումար չկար, պահանջարկ չկար։ Գումար միշտ եղել է այս երկրում։
փառատոնների համար, որպեսզի դա մեջ լիներ, միշտ եղել է դա։ Այդ կուլտուրան շարունակվում է հիմա։ Իշխանությունների չի դրվել այդ խնդիրը, մեկ քարնետում էլ բոլորն են այդպես։ Այդ խնդիրը չի դրվել, որովհետև մշակույթի համար պատասխանատուները դա համարել են անհեռանկարային, ումա պետք դա, երբ որ կարելի է փառատոն անել, նոր տարվա տոնացավ դնել եւ այլն։ Եթե պետական ռազմավարություն լիներ, նշանակում է իրենք մտածել են կոմերցիոն տրամաբանությամբ։ Առաջին հերթին առաջին շարքում դա ինչը փող կբերի, ոչ թե ինչն է լավ ու կարևոր։ Փոխկապակցված են։ Եթե չկար այդ գիտակցումը հասնելու, ուրեմն մարդիկ չեն ունեցել գիտակցում պետականության կայացման։ Ազգային համախմբումը, քաղաքացիական գիտակցության դաստիարակումը, համախմբման մեխանիզմների ստեղծումը հակառակ կողմից է վախ է առաջացել, որ դա կարող է այդ միասնությունը մի օր հակաիշխանական լինի։ Ոչ թե հակապետական, մեր մոտ իշխանություն պահելն է եղել, դոմինանտ եւ գերակա։ Ով եկավ, իշխանություն պետք է պահել ռեսուրսներին տիրապետելու համար։ Առանցքը պետություն երբեք չի եղել։ Եվ սրանք էլ նույն շարունակությունն են։ Իրենց համար իշխանություն պահելն է այսօր։ Մնացածը ուղղակի հեքիաթներ են այդ իրական Հայաստանի ավելի անկախ են, քան երբեք մեր պատմության մեջ եւ այլն։ Դա այն անգրագետ, կիսագրագետ քաղքինի զանգվածի համար, որը դրանք ուտեն, հա։ Հիմա մեր մոտ, տեսեք, այդ գործիքակազմը, որով պետք է պետականություն կայացվեր, ուժգնացվեր եւ ներքին ռեսուրսները ամրակայվեր, պետականությունը ճիշտ հիմքերի վրա դրվեր, Սփյուռք Հայաստանի գործակցությունը ռազմավարական լիներ եւ դա դրսում տեսնողը կհասկանա, որ սա լուրջ մեխանիզմ է, որի հետ չարժի առճակատման գնալու։ Մեր հետ գնացին առճակատման 2020-ին, որովհետեւ հասկացան, որ մենք չունենք էֆեկտիվ արդյունավետ մեխանիզմներ հակազդելու եւ կանխարգելելու ցանկացած մարտահրավեր։ Այ համահայկական այդ ինստիտուտը եւ գիտակցումը կրկին գալիս ենք վերնախավային։ Գալիս ենք ինչ համահայկական համաժողով սեպտեմբերը լավ ամիս է, ուտել խմել, հանգիստ туриզմ համատեղելով մի քանի նույն բանը գալիս են նույն մարտիկ ելույթ են ունենում, վերջում կեֆ ուրախություն, մի հատ հայտարարություն են ընդունում, որի ոչ մի կետը չէր իրականացվում։ Դրա լավագույն ցուցիչը ո՞րն է։ Շոշափելի։ Դա Հայաստան համահայկական հիմնադրամի տելետոնների արդյունքներն են։ Դա ընդհանրապես գումարների հավաքման գործընթաց է, այսինքն մենք դեռ միկրո մակարդակում չկայացնելով պետությունը մտածում ենք մակրո մակարդակի մասին։ Այո, դա լավ ցուցիչ է, դեռ ինչքան ենք հավաքում 1 միլիոն, 2 միլիոն ծափ, ուրախություն, բայց այդ 1-2 միլիոնը Ադրբեջանում մեկ օրում են կաշառք տալիս։ Քիչ ավել էր, դե ճանապարհներ ինչ որ բաներ կառուցել են հավաքում, էլ եմ ասում, նույն ցուցիչը դա էր, երբ որ ասենք Ալևի Փեսան էս իշքան միլիոն տվեց, առավ մեքենա կամ ինչ որ տարածք առավ։ Իսկ մենք տարեկան համահայկական ներուժը ի ցույց էինք դնում մի քանի միլիոնի։ Որտեղ Սփյուռքը չէր հասկանում ինչի պիտի գումարը տա, բացի, ինչպես ասած, ողորմություն, ու ասեն դե լավ, մեր հայրենակիցները թող մի քիչ գումար ունենան, մի բան առնեն իրենց համար ապրեն, այսինքն չկար այդ ձեր ասած ռազմավարական նադատություն։ Մեկը իհարկե այստեղ կար կաշառակերությունը, Սփյուռքում կույս չեն, գալիս տեսնում էին փոշիացում էր։ Գումարներ են տալիս, լինում էին նաև կորուստներ, լինում նաև բռնություն այն սփյուռքահայեր, ովքեր գալիս էին ուզում էին ներդրումներ անել։ Պատմությունները գիտենք։ Մյուսը նաև սամ քննադատություններ ներքին, որոնց շատերը թողեցին գնացին։ Թողեցին գնացին, այո։ Այստեղ 1-2 օրինակ մենք կարող ենք։ Օրինակ սփյուռքահայերի ներկայությունը այստեղ 1-2 օրինակ կարելի ասել 34 տարվա ընթացքում հաջողակ որ մարդիկ կապ ունեն Հայաստանի հետ։ Հյուրանոցային բիզնեսը կամ Էրնեկյանը, բայց նաև այստեղ նայեք, սփյուռքի ցուցիչը, հա, վերաբերմունքը։ Վերաբերմունքը որտեղ է դրսևորվում։ Երևանի կենտրոնում գտնվող շենքերով, տարածքներով։ Սևան հյուրանոցի տարածք, աղբանոցը հիմա կողքը 5 նախարարություն է։ Հայաստանի Հանրապետության 5 նախարարության կողքին աղբանոցը հիմա արդեն 15 տարի։ Էրնեկյանը գնեց արտգործնախարարության շենքը։ Երևանի կենտրոնի ամենանշանակալի շենքերից մեկը այսօր չկա, գոյություն չունի, ինքը չի գործարկում։ Ամիրյան փողոցի վրա 97 թվականից չի գործում կայանած դպրոցը, որոշտած դպրոցը, հայտնի է։ Ըստ կա փառահեղ պատմական շենք։ Չկա։ Նույն մի քիչ բարձրանանք Աբովյան, մանկական աշխարհ։ 2002 թվականից մի հսկա փոս է Երևանի կենտրոնում փորված։ Կողքը հսկա որ կարող է բիզնես կենտրոն լիներ, կարող է լինել մոլ, չգիտեմ, ինչ որ ինովացիոն կենտրոն կարող է լինել, չի գործում։ Եվ այսպես շարունակ կարելի է Երևանի ամբողջ օրինակ Թումոյի ստացված Թումոն առանձին վերցրած հաջող պատմություն է, հա, մեկ ընտանիքի։ Բայց եթե մենք վերցնում ենք վերաբերմունք է նաև։ Նույնը նաև այստեղ երբ որ քննադատեցինք մեզ այս սփյուռքին չընդունելու, մերժելու, նույնիսկ բռնություն կիրառելու,
շատ հեշտ էր հենց Սփյուռքում Թումոն ձևավորվեց, որովհետև եղավ գիտակցություն նաև վերահսկում գործողությունները հաջորդականության վրա։ Փող տալը գործողություն չի միանալու։ Իհարկե։ Դու պետք է վերահսկես կամ ստեղծես շահանակականության մշակույթը, այդ գումարը ուր գնաց, այդ գումարի հանգրվանը ինչ կրկնակի արդյունք եւ քառակի արդյունք պետք է։ Ռազմավարության բացակայություն, ինչպես օրինակ երբ ասում են, գիտեք, մենք այսքան զենք ենք գնել, ասում են լավ է կարե զենք է գնել, բայց ինչի համար այդ զենքը։ Ինչ ռազմավարության է ծառայելու, ո՞րն է ձեր ճանապարհային քարտեզը, ինչ նպատակ եք դրել դուք, ուղղակի զենք անելով կամ ուղղակի գումար, իհարկե իրենք կարող են ասել, մենք գումար ուղարկում ենք, պետությունը թող հասկանա լավագույն ձևով ինչպես ծախսի, մենք ոչ չենք ասելու։ Մենք մեզ ասում են, ձեզ գումար է պետք, մենք Եվրամիությունները ինչպես իմիջիալից այդպես անում, հիմնականում գումարները գալիս են, փոշի անում են, Միացյալ Նահանգներն էր ժամանակին USAID-ի միջոցով մոտավորապես 3 միլիարդի դոլար տվել։ Եվրամիությունը մոտավորապես 3.5 միլիարդ եվրո հատկացումներ արեց, բայց որտեղ են այդ գումարները, ինչպես են ծախսում, դեռ չգիտեմ։ Հիմա տեսեք, քանի կրթական մշակութային հիմնականում այդպեսի ծրագրերի հիմնադրամներ, չէ, ասենք Սորոս հիմնադրամ, Ադենաուեր հիմնադրամ, չգիտեմ, մյուս, իսկ դրանց փոխարեն կարող են լինել սփյուռքական, Հայկական, իհարկե։ հայկական կարող են լինել, չէ, որ հայկական այդ գումարը հաշվետու լինեն եւ պատրաստային կադրեր։ Այդ բանը չաշխատեց։ Իհարկե, մենք քանի միջոցառումներ, գիտաժողովներ, բայց հիմնականում ֆինանսավորումը գալիս է ընդհանրեն Եվրամիության եւ այլ տեղական որևէ դուք հիմնադրամներ, տեղական չասենք հայկական, համահայկական հիմնադրամ ունենք ինչ որ անուններ այդպես, բայց ոչ մի բան չկա, այսինքն գիտական հանրություն եւ դրա ցուցիչներից մեկ գիտեք որն է, որ ասենք ակադեմիան ունի ինչ որ պատվո թղթակից անդամներ բանը Սփյուռքա, բայց Սփյուռքա մարմինների մեջ որևէ Հայաստանի գիտնական չկա։ Ակադեմիան էլ արդեն փակման եզրին է։ Գիտեք, այստեղ եւ ողբերգություն կա նրանում, որ ակադեմիան չպիտի փակվեր, եւ տրամաբանական է նրանում, որ ակադեմիան պետք է փակվեր, որովհետեւ ակադեմիան դա սովետական բրածո էր։ Իր ամբողջ կառույցով դա բրածո կառույց էր, որը դեռ չէր հասկացել, որ սովետական միությունը 34 տարի չկա։ Երբեմն երբ որ ես մտնում եի ակադեմիա, այդ նույնիսկ սալյարկայով այդ հատակը մաքրելը թե մաստիկա ինքը սովետական մնացուկն էր, որ մնացել էր այնտեղ։ Այդ մեծ հսկա կաբինետներում, առանձնասենյակներում նստած են մարդիկ 70+, ճկուն համակարգ պետք է ստեղծել այդ կառույցը, այ դրա բազայի հիման վրա կարելի է ստեղծել մի կա, եթե գիտություն չկա, ակադեմիան ինչ պիտի անի, որովհետև գիտությունը օղնուցուցով հիմա մեր գիտությունը ինչ է, համալսարանով մենք անցել ենք, չէ, գիտենք ինչ է, գիտնականի դասախոսի հիմնական երազանքը միջոցը դա ռեպետիտորությունն էր, որից հետո իր ուսանողները ում հետո պարաբել էին, ասին անձինք աշակերտները պետք է դառնային ուսանող։ Ցուցիչները, լավագույն ցուցիչները ո՞րն է, վերցրեք 90-ականների վաղ անկախության շրջանի կուրսերը, այդ կուրսերը 70 հոգի, 80 հոգի էին, չէ։ Հիմա մեր կուրսից եթե վերցնենք 80 հոգուց 3-ն են դարձել գիտնական պատմաբան։ Պարոն Դևան, եւ իմ վերջին հարցը ես այսպես ավանդաբար տալիս եմ մեր բոլոր հյուրերին, նշել մեր դրական կողմերը, մեկը, երկուսը, որոնք են մեր դրական կողմերը, ձեզ որոնք ոչ թե ամենապարզ ընդհանրենք հյուրընկալություն, հյուրասիրություն միգուցե թե ոչ միայն հայ ժողովուրդն է այդպեսին, բայց կան այսպես մեզ յուրահատուկ, մեզ հատուկ դրական կողմեր, որոնք նաև մենք ինչ որ առումով անտեսած ենք պահում։ Այո, շատ տեղին հարց է ինձ որպես ցեղասպանության թեման ուսումնասիրող, մենք ցեղասպանությունը դիտարկում ենք համալիր այսպես հարցերի եւ տարբեր ժամանակափուլերի մեջ, չէ, դա չենք դիտարկում որպես նախացեղասպանական որոշում, բուն կոտորածներ եւ այլն, բայց նաեւ հաջորդ փուլը դա վերապրելու մշակույթն է, շատ արագ կողմնորոշվելու եւ կազմակերպելու, այդ վերապրելու, ճիշտ գնահատելու, վտանգի զգալը, բայց դուրսը որոցեք հիմա տեսնենք Երևանում ինչպես է բետոնապատվում, դա ճիշտ հակառակն է, դա վտանգի բացակայությունն է։ Այն ինչ որ ես եմ տեսել վերապրել Լենինականում դեկտեմբերի 7-ի առավոտյան, իհարկե չէի ցանկանա, որ որևէ մեկ անձ դա վերապրեր։ Դա կենսունակությունն է, հա։ Մենք ճգնաժամային իրավիճակում կարողացել ենք, դա նաև դարերի երևի մշակում է, այդպես որ շատ արագ կարող ենք այդ խորը ցավը տանել, երևի թե այլ ազգերը չեն կարողանում այդ ցավը ընդունելը եւ ցավը արտացել, այո։ Եվ դրանից հետո փորձում ենք ինքնակազմակերպել, կարգավորվել, իհարկե քրկին վերնախավի բացակայության պայմաններում։ Եթե գալիս են ուրիշ անհատներ, անհատական մակարդակներում է դա արվում, որոշ կազմակերպությունների մակարդակում, բայց
կրկին գալիս ենք, որ համահայկական գիտակցման, համահայկական ներուժի, համահայկական ինստիտուտի, եթե կարելի է այդպես ասել, այդ հրատապությունը չի դիտվում որպես անհրաժեշտություն։ Խնդիրը հենց այստեղ է։ Եվ ցավալի մի բան ասեմ, եթե անգամ վաղը մի օր ասված մի արածը ուղղակի քարտեզից կճնջվի Հայաստանի Հանրապետությունը, ինչ որ պայմաններում կկցվի մեկ այլ պետության կամ կինքնալուծարվի, համարենք, որ Հայաստանի սահմաններում ապրող հայերի համար դա կարող է ժամանակավոր ինչ որ ցավի խնդիրն է, նրանք շարունակելու են ապրել իրենց առօրյա կյանքում։ Ամենացավալին դա է, որովհետև բոլորի մոտ չկա Հայաստանը սեփականը դիտարկելու։ Մյուս ծայրահեղությունը այնտեղ մեժումն է այստեղից։ Լավը որներ այդ ամեն ինչին։ Լավը ես ասեցի, վերջում այս կորուստների, ճգնաժամերի, պարտությունների վերջնափուլում գալ գիտակցման, որ պետք է կրթել, պատրաստել նոր սերունդ, վերապրելու մշակույթ, այսպես անվանենք, որ դա վերապրման մշակում է եւ դա բոլոր համայնքներում մենք տեսնում ենք ինչպես ամեն մի այդ որպին պահելը, մարդ միավորը, այս ամենակարևոր միտքը, որ ուզում եմ ասել, մեզանում որպես ցեղասպանություն վերապրած հանրույթ, էթնիկ հանրույթ, ազգ ասենք, մեզանում ամենաողբերգական ձևով զրոյացվեց մարդ միավորի արժեքը։ Իսկ մենք հիմա պետք է այդ process-ը հետ տանենք նորից, հա։ Եվ ամենասարսափելին պլյուս մինուս զոհերի խոսույթներ, սև պարկերներ, որ տեսնում էինք հիվանդանոցներում, հետո ծննդատներում երեխաների վաճառքի օրինակ մոռացանք, սա ցեղասպանություն վերապրած ժողովրդի պարագայում աներևակայելի, անընդունելի երևույթներ են։ Երևույթ, որը կոչվում է ցեղասպանություն, դրան միջով անցնես չգնահատես քո տեսակը, մեկ մարդ միավորի Կարա տրավմայի արդյունք լինի ուղղակի, որ մարդը անջատել է իր մեջից այդ ցավերը զգալու չեմ ուզում դա ընդունել, որովհետև եթե դու անցել ես ունես այսպիսի ժառանգություն պատմական հիշողության, հա, հազարամյակների եւ այդ բնորանի արժեքը դու չես գիտակցում, հա, Շուշին դժգույն քաղաք է, ձևակերպումով դու տալիս ես կորստի տրամաբանական բացատրությունը որպես այդպիսին, հա, դա մեկ այլ ողբերգություն է, բայց կրկին գալիս ենք այն աներևույթ ձեռքին կամ ասենք խորքային պետության, որը մեր պարագայում չի աշխատում հօգուտ հայաստանյան պետականության գիտակցման, այլ մենք որպես պետություն ժողովուրդ սպասարկում ենք ավելի մեծ շահեր։ Երբ որ այդ սպասարկումը գիտակցող անձանց սերունդը կգնա եւ նրանց կփոխատեղեն մեկ սերունդ, որը կմտածի 91 թվականին ստեղծված Հայաստանի իրական կայացման առումով եւ մեր անվտանգության, բանակի պատրաստման սպայական կազմը ավանդաբար չի գնա նույն դարբնոցներում ստանա ինստրուկտաժ, հետո գա շարունակի այդ պորտալարի դերը, այն ժամանակ մենք ունենանք շանս։ Իսկ այսօր պորտալարը թունոտված է։ Ոչ միայն պորտալարը, որ չի թողնում փախնես, այլ նաեւ թույլն է ներարկում։ Պարոն Դեմյան, շատ շնորհակալ եմ այս անկեղծ կարևոր զրույցի, պարզաբանումների, խորքային մեկնաբանությունների համար, շնորհակալ նաև ձեզ սիրելի մեր հետևորդներ։ Ես ավելացնելու շատ բան չունեմ այս անգամ։ Մենք խոսեցինք պետականության, գիտակցության կարևորության մասին, վերապրելու մեր ունակության մասին, ընդհանրապես պետություն ունենալու կարևորության մասին, ժառանգությունը գնահատելու, ժառանգությունը վերհանելու, մեր ներսում պահելու, մեր ինքնությունը թույլ չտալու, որ աղավաղվի եւ ունենալու ի վերջո այն անկախ ազատ պետությունը, պետականությունը, որի մասին մեր պապերը երազել են եւ մենք ունենք այդ հնարավորությունը, մեր պապերի երազանքը ի վերջո իրականացնելու արդեն մենք ապրում ենք անկախ պետության մեջ, բայց շատ կարեւոր է, որ այդ պետությունը լինի ֆունկցիոնալ, դիմակայուն եւ հիմնված լինի իհարկե մեր ինքնության վրա։ Հետեւաբար հետևեք այս բոլոր գործընթացներին, եղեք ակտիվ մասնակից։ Մի մտածեք, որ ինչ որ մեկը մեր փոխարեն անելու է այդ ամեն ինչը, ինչ որ մարդիկ գալու են եւ մեր փոխարեն կառուցելու են այդ պետությունը։ Եվ ամենակարևորը՝ չվհատվեք։ Հաջողություն ձեզ։